Երբ Աստված միացնում է երկու սիրտ, նա դա միայն ընտանիք դառնալու համար չի անում։ Նա նրանց տալիս է տեսիլք։ Ճանապարհը միշտ չէ, որ հարթ է լինում։ Լինում են փորձություններ, անհասկացված խոսքեր, հոգնած օրեր, երբ թվում է ավելի հեշտ է կանգ առնել, քան շարունակել քայլել։ Բայց հենց այդ դժվարությունների միջով է, որ Տերը կոփում է զույգերին։ Փորձությունը չի գալիս բաժանելու համար, այլ գալիս է մաքրելու, ամրացնելու եւ ավելի միաբան դարձնելու։ Ինչպես գրված է Ամբակում 2-րդ գլխում, տեսիլքը դեռևս որոշված ժամանակի համար է եւ հեվում է դեպի վախճանը։ Չի ստում, եթե նույնիսկ հապաղի, սպասիր նրան, որովհետեւ անպատճառ պիտի գա եւ չի ուշանա։ Սիրելի հոգեվոր զույգեր, եթե Աստված ձեզ խոսք է տվել, կառչեք այդ խոստումից։ Եթե ճանապարհին քամիներ են բարձրանում, մի բռնեք միմյանցից հեռանալու ճանապարհը, այլ ավելի ամուր բռնեք միմյանց ձեռքերը։ Տեսիլքը նրանցն է, ովքեր չեն հանձնվում։ Տեսիլքը նրանցն է, ովքեր միասին աղոթում են։ Եվ վերջապես տեսիլքը նրանցն է, ովքեր վազում են անգամ երբ շատ հոգնած են։ Մի նայեք դժվարությանը, նայեք խոստացողին։ Մի կենտրոնացեք ուշացման վրա, կենտրոնացեք հավատարիմ Աստծո վրա, որովհետև այն ինչ նա խոստացել է, անպատճառ պիտի կատարվի։ Եվ ձեր միաբանությունը հենց այն կամուրջն է, որով դուք կհասնեք ձեր Տիրոջ տված տեսիլքին։ Վազեք դեպի տեսիլքը, վազեք միասին։